Ողջունում եմ բոլորիդ, ժողովուրդ ջան, ուրախ եմ ձեզ տեսնել իմ ալիքում։ Այսօր պատրաստվում եմ խոսել շատ կարևոր թեմայից թրեյդինգի մասին, այսպես ասած, թրեյդինգի ոսկե կանոնը, թրեյդինգի կարևոր բաղադրիչներից մեկը։ Մինչ դրան անցնելը ասեմ, որ ավարտեցինք մեր այսօրվա առաջին աշխատանքային սեանսը, սրանք մեր բացված գործարքներն են, գործարքների պատմությունը, բացեցինք գործարքներ մեր թիմի հետ, տելեգրամյան, այստեղ նշում եմ գործարքի արժութային զույգը, գործարքի բացելու տևողությունը, ուղղությունը, այստեղ կարող եք տեսնել, մեր այսօրվա բացված գործարքներն են, հիմա եկեք ընտրենք մեկ արժութային զույգ, վերլուծենք, բացենք գործարքներ և խոսենք հիմնական գաղափարի մասին։ Փնտրենք արժութային զույգը։ Ուրեմն տվյալ արժութային զույգում տեսնում ենք դեպի վերև ակտիվ հոսք, ակտիվ շարժ, դեպի վերև շարժվող թրենդ, որում որ հիմնական ուժը դեպի վերև ձգող ուժն է, լինում են այսպիսի փոքր կարեկցիաներ, որոնց համեմատ լինում են արդեն մեծ դեպի վեր կտրուկ շարժ ունեցող հոսք դեպի վերև շարժ, բացի այդ, այստեղ տեսնում ենք, որ սկսվել է կարեկցիան, այստեղ փոքրինչ, չգիտեմ, երկարաձգվել է, թե ինչ, բայց տվյալ պահին արդեն շարունակվում են թարմանալ մաքսիմումները և արդեն գնի կտրուկ շարժը դեպի վեր արդեն ակնհայտորեն երևում է։ Ինչպես գիտեք, անցնում ենք ավելի փոքր time frame-ի, այստեղ պատրաստ ենք մեր առաջին քայլը $100 և այստեղից հենց բացում ենք գործարք։ Ուրեմն հիմա եկեք խոսենք ժողովուրդ ջան թրեյդինգի հիմնական կարևոր գաղափարներից մեկի մասին։ Ինչպես գիտենք, մենք հիմա աշխատում ենք մի հատ տեղ բրոկերի հետ, որը որ կոչվում է բինար օպցիոններ։ Բինար օպցիոնները դա մի հատ աշխատանքային ինստրումենտ է, որտեղ որ կարևոր գաղափարը դա ճշգրտությունն ապահովելն է։ Այսինքն բացված գործարքդ կարա փակվի մինուս կամ պլյուս 1 պունկտ տարբերությամբ կամ վերջին վայրկյանին, որպեսզի հնարավորինս խուսափենք նման դեպքերից, մեզ պետք են ճշգրիտ գործարքներ, այսինքն այն տեքից որտեղից որ մենք բացում ենք գործարք, մենք գալու ենք, որ 1 րոպե տվյալ ուղղությամբ ակտիվ շարժ կլինի և արդեն վերցնում ենք մեր պլյուսը, բացում ենք մեր գործարքները։ Տվյալ ճշգրտությունը ապահովելու համար գոյություն ունի ճշգրիտ վերլուծելու մեթոդ և ճշգրիտ ստրատեգիա, որը որ պետք է հիմնված լինի բազային գիտելիքների վրա։ Բազային գիտելիքների հիման վրա ստրատեգիան արդեն կտա 85-90% անցողականություն, կգինեն բնականաբար այնտեղ սիտուացիաներ, որտեղ որ վերջին վայրկյանին կփակվի մինուս կամ պլյուս, սակայն ժողովուրդ ջան, հիմնականում արդեն դուք կքչացնեք դրանց հավանականությունը։ Եվ հիմա թրեյդինգի հիմնական գաղափարներից մեկը կայանում է նրանում, այսինքն ոսկե կանոնը, որը որ կա իմ տելեգրամյան լեկցիաների ալիքում, դա հնչում է հետևյալ կերպ, որ թրեյդինգը դա տեղ է, որտեղ որ դու պետք է ամեն օր մտնես ու անես նույն գործողությունները, այսինքն ինչ որ արել ես մի տարի առաջ, ինչ որ արել ես մի ամիս առաջ, ինչ որ արել ես 3 անցած շաբաթ, այսօր ու անելու ես վաղը, մյուս օրը, հաջորդ շաբաթ, այսինքն տվյալ նույն սիտուացիաները, այսինքն իմ գործարքները, որ վերցնեք իմ աշխատանքային սեանսները վերցնեք, փորձեք վերլուծել, կտեսնեք, որ միշտ նայում եմ իմ YouTube-ը, նայեք, որ միշտ վերցնում եմ նույնատիպ սիտուացիաներ, այսինքն սիտուացիաներ, որտեղ որ կա կտրուկ շարժ, եթե վերցնեք ու համեմատեք, դրանք մեկին մեկ նույն սիտուացիաներն են, այսինքն ամեն օր ես անում եմ նույն գործողությունները, որոնք որ ինձ տալիս են նույն արդյունքը, որոնք որ ինձ կարող են տալ նույն չափանիշը գործողություններ բացելու, այսպես ասած հաճախականությունը և նույն տոկոսային անցողականությունը։ Սա թրեյդինգի կարևոր գաղափարներից մեկն է։ Եթե դուք մի օր մտնեք շուկա ու աշխատեք մի հատ, չգիտեմ, ուրիշ ստրատեգիայով, հաջորդ օրը աշխատեք ուրիշ ստրատեգիայով, հաջորդ օրը փորձեք հորինել մի հատ լրիվ ուրիշ ստրատեգիա, արդեն տվյալ դեպքում կսկսի ձեր մոտ արդեն չստացվելը, քանի որ ձեր գործարքները, որ վերցնեք ու համեմատեք, պետք է ջրի երկու կաթիլի նման ունենան նմանություն, այսինքն լինեն ինչպես ջրի երկու կաթիլները։ Դա շատ կարևոր է ժողովուրդ ջան, քանի որ միայն տվյալ ճշգրտությունը ու տվյալ նյուանսը ապահովելու դեպքում դուք արդեն դուրս կգաք ստաբիլության, արդեն կունենաք ձեր կբերեք ստաբիլություն,
կհաղթահարեք այդ մինուսի կամ 0-ի շեմը ու արդեն ստաբիլ կունենաք դուք եկամուտ ու ստաբիլ կաշխատեք ու ձեր աշխատանքից արդեն կստանաք բավականություն եւ հաճույք, քանի որ trading-ում շատ կարեւոր է այդ նյուանսը, որ trading-ում ամեն օր պետք է անել նույն գործողությունները, ամեն օր նույնատիպ սիտուացիաներ, ամեն օր նույնատիպ գործարքներ։ Եթե վերցնենք օրինակ 1 ամիս առաջվա ձեր գործարքները եւ ներկայիս օրինակ ձեր գործարքները, դրանք պետք է լինեն նույնատիպ եւ պետք է ունենան ջրի երկու կաթիլի նման նմանություն։ Հաջորդ նյուանսը ժողովուրդ ջան, դա թրեյդերի հոգեբանությունն է։ Թրեյդերի հոգեբանությունը դա հաջողակ թրեյդերի գործի 60-70%-ն է կազմում։ Ինչու՞մն է տանում դրա գաղափարը։ Ես առհասարակ ռիսկ մենեջմենտից առանձնացնում եմ թրեյդերի հոգեբանությունը, քանի որ թրեյդերի հոգեբանությունը դա լրիվ առանձին գիտություն է ու առհասարակ ինչպես կյանքի ցանկացած ոլորտում, նույն ձև էլ թրեյդինգում հոգեբանությունը շատ կարևոր է։ Հոգեբանությունը կայանում է նրանում, որ դուք էմոցիաների չպետքա տրվեք ձեր աշխատանքի ընթացքում։ Իսկ էմոցիաներին չտրվելու կամ էմոցիաների ժամանակ դե էմոցիաները լինում են նույնիսկ ամենափորձառու թրեյդերները, նույնիսկ ես էմոցիաներ ունենում ենք, երբեմն էլ տրվում ենք այդ էմոցիաներին, բայց մենք այսպես ասած ունենք մի հատ շեմ, որ օրինակ տվյալ օրը մեր դեպոզիտի 10-15%-ից ավել մենք մինուս չենք գնալու ու մենք արդեն կանգ ենք առնում։ Մեր էմոցիաները արդեն որպես փորձառու թրեյդեր կարող են դրսևորվել այլ կերպ, սակայն ոչ մինուսով։ Տեսեք այստեղ վերջին վարկյան, չէ, պլյուսը վերցրեցինք, վերջին վարկյանին փոքրինչ տատանումներ եղավ, սակայն եկեք շարունակենք, լավ, ժողովուրդ ջան, էմոցիաներին չտրվել, իսկ էմոցիաները կառավարելու հիմնական ձևը դա պետք է դուք վստահ լինեք, թե ձեր աշխատանքային ստրատեգիայի վրա, թե ձեր ռիսկ ու money management-ի վրա, թե ձեր ունակությունների վրա։ Ինչա դա նշանակում։ Օրինակ, դուք տվյալ օրը գնացիք մինուս, օրինակ 10-15% ձեր դեպոզիտից դուք գնացիք մինուս։ Դուք պետք է նախ հաշվարկեք այդ 10-15% մինուսը։ Օրինակ, 1 օրում ինչքան մինուս կարող եք գնալ եւ 1 օրում ինչքան պլյուս կարող եք գնալ։ Ասեմ, որ դա ինձ մոտ հավասար նույն քիվն է։ Եթե ես 1 օրում գնում եմ մինուս, օրինակ 10-15%, ես գիտեմ, որ հաջորդ օրը, այսինքն ես ոչ թե գիտեմ, ես վստահ եմ, որ մաքսիմում հաջորդ օրը ես այդ մինուսը վերադարձնելու եմ ու մի բան էլ դեռ դուրս եմ գալու պլյուս։ Ժողովուրդ ջան, սա կարևոր նյուանսներից մեկն է։ Դուք պետք է վստահ լինեք, եթե 1 օր շուկան անկայուն էր, շատ բարձր անկայունություն էր դրսևորում, իմպուլսները շատ էին, դրան կար բացատրելի պատճառ։ Տվյալ օրը դու արեցիր ամեն ինչ որ անում ես բոլոր օրերին, նույն բանը, որ անում ես, տվյալ օրը դու գնացիր մինուս, եւ սակայն դու գիտես, որ ամեն ինչ արել ես ճիշտ, բայց այդ օրը գնացիր մինուս, ոչինչ, հաջորդ օրը դու գիտես, որ շուկան կհանդարտվի, ամեն ինչը կլինի ոնց որ մինչև այդ, եւ դու արդեն կմտնես, քո պլյուսը կվերցնես, քո գործարքները կբացես, դեռ մի բան էլ ավել կաշխատես ու դուրս կգաս։ Ըստ ռիսկ մենեջմենտի ինձ մոտ թույլատրվում է շաբաթվա մեջ ունենալ 1 մինուսավոր օր, այսինքն 1 օր ես թույլատրելի է, որ կարամ գնամ մինուս, շաբաթվա մեջ 1 օր կգնամ մինուս, հաջորդ օրը այդ մինուսը կվերադարձնեմ, այսինքն շաբաթը ես մինուս չեմ փակի, ամեն դեպքում հեռանկարային դիստանցիոն ժամանակի վրա դուք պետք է դուրս գաք պլյուս, հիմնականում կողմնորոշվեք 1 շաբաթի վրա, այսինքն 1 օրը կարա լինի մինուս, բայց 1 շաբաթը արդեն պետք է փորձեք դուրս գալ պլյուս, դրա համար արդեն պետք է օգտագործեք ռիսկ ու money management-ը եւ հոգեբանությունը, հաշվարկները, այդ ամեն ինչի։ Ժողովուրդ ջան, ուղղակի խորհուրդ տամ ժամանակի ընթացքում փորձեք դա յուրացնեք ու հասկանաք։ Այս ամեն ինչը կարող է հնչում է հեշտ աղնչում, իրականում դուք հիմա լսում եք, ասում եք, հա, այդպես էլ կանեմ, բայց գործնականում շատ բարդ է սրա կիրառելը։ Այսինքն հոգեբանությունը, պահպանելը, պահելը, մինուսավոր օրերում ձեր մինուսը ընդունելը եւ հաջորդ օրերը փորձել այդ կրկին աշխատելը
ինչ որ կարևոր էր, որ պետք է ասեի, արդեն ասեցի, իրականում տվյալ թեման բավականին ծավալուն է, կշարունակենք խոսել սրա մասին հետագա վիդեոներում, կարող եք բաժանորդագրվել, որպեսզի բաց չթողնեք, բոլորիդ մաղթում եմ մեծ պրոֆիտ, հաջողություն։